Իրано-իսրայելական հակամարտություն, որ պետություններն են վարագույրի հետևում կանգնած, նաև այս պատերազմը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Ինչը վերաբերում է Եվրոպայի ներգրավվածությանը պատերազմին, այս պահի դրությամբ առնվազն գոնե հայտարարությունների մակարդակով մենք տեսնում ենք, որ հիմնական փորձը արվում է ոչ թե Եվրոպան ներգրավել պատերազմի մեջ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավել պատերազմի մեջ։ Այստեղ Տրամպի համար իրական ռազմավարական սխալ կլինի, եթե ինքը ներգրավի այս պատերազմական գործողությունների մեջ ավելին իմ խորին համոզմամբ, այս պատերազմը ինքը հրահրվել է հենց նրա համար, որ ամերիկացիները ներգրավեն պատերազմում։ Խնդիրը ոչ Իրանի միջուկային ծրագիրն է, ոչ իրենց հրթիռային ծրագիրն է։ Հայաստանում քիչ ուշադրություն դարձրեցին սույն թվականի փետրվարին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պենտագոնի ղեկավար Պիթ Հեքսեթի հայտարարությանը, շատ էին քննարկում օրինակ փոխնախագահ Վենսի ելույթը Մյունխենի անվտանգային գագաթաժողովում, որտեղ նա քննադատեց Եվրոպային այն բանի համար, որ Եվրոպան հեռացել է իր իսկ շահերից, իր իսկ պատկերացումներից, բայց Պիթ Հեքսեթը շատ ավելի ֆունդամենտալ գնահատական է տվել, նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն այլևս ռեսուրս ապահովելու անվտանգությունը օրինակ Եվրոպայում եւ իրենց առաջնահերթությունները անվտանգային ոլորտում երկուսն են, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանների ապահովությունն է եւ երկրորդը փաստացի Չինաստանին զսպումը։ Եթե Չինաստանին զսպելը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թիվ 1 խնդիրներից մեկն է դառնում, ապա տրամաբանությունը հուշում է, որ իրենք պետք է դուրս գան Ուկրաինայից, ուկրաինական պատերազմից։ Դուք էլ հավանաբար ծանոթ եք այդ տեղեկություններին, որ ամերիկացիները կարող են նաեւ իրենց ռազմական ներկայությունը Եվրոպայում ընդհանրապես վերանայեն, գրեթե 0-ի հավասարեցնեն, եւ երկրորդը, որտեղից իրենք պետք է դուրս գան, դա մերձավոր արևելքն է եւ կենտրոնացնեն իրենց ռեսուրսները Չինաստանին զսպելու համար ռազմական, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Սա իր հերթին ինչ է նշանակում, որ Ամերիկայի Ուկրաինայից դուրս չգալու մեջ եւ Իրանի դեմ պատերազմում ամենաշատը հետաքրքրված են երկու պետություններ՝ Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան։ Չինաստանը, որովհետեւ ինքը հասկանում է, որ եթե ամերիկացիների ձեռքերը ազատվեն, կենտրոնանալու են իրենց վրա, իսկ Մեծ Բրիտանիան Չինաստանի կարևորագույն դաշնակիցներից մեկն է։ Հետևաբար ես չեմ զարմանա, եթե հետագա գործընթացները եւ աշխարհաքաղաքական հերձումը ցույց տա, որ այս պատերազմի յետևում իմիջիալոց բարիկադների երկու կողմում էլ կանգնած է Չինաստանը, բայց ես ոչ թե բացասական իմաստով եմ ասում, իրենք իրենց շահերից ելնելով, այսինքն իրենք աջակցեցին Իսրայելին, որ ինքը պատերազմ սկսի, այս դեպքում արդեն իրենք Բրիտանիայի ձեռքով աջակցեցին, որ Իսրայելը պատերազմ սկսի։ Մեծ Բրիտանիային էլ աջակցեցին Չինաստանը, բայց դրա հետ մեկտեղ մենք էլ տեսնում ենք, որ Չինաստանը վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն 3 ինքնաթիռ ռազմական օգնություն է փոխանցել Իրանին, այսինքն ինքը շահագրգռված է նրան, որ այս պատերազմը նայումս երկար ձգվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն պատերազմական գործողությունների մեջ, դա իր հերթին կհանգեցնի նրան, որ ել ավելի կհետաձգվի ամերիկացիների կենտրոնացումը Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Ինչը վերաբերում է մեզ, այլ հավասար պայմաններում հիմա Հայաստանը պետք է հետևություններ աներ կատարվածից կամ պատրաստվեր պատերազմական գործողությունների, անկեղծ լինենք։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները ավելի շուտ կենտրոնացած են ներքին հաշվեհարդարների վրա, ներքին խնդիրները կարգավորելու վրա, ինչպես նաև իրենք պատրաստվում են ստեղծված իրավիճակը ամենայն հավանականությամբ օգտագործել ուղիղ այնպես, ինչպես իրենք օգտագործեցին Ռուսաստանի անհաջողությունները 22 թվականի աշնանը։ Վերհիշենք, ինչ կատարվեց 22 թվականի աշնանը։ Ռուսաստանը խնդիրներ ուներ Ուկրաինայում, Խարկովից, Խերսոնից եւ այլ տարածքներից իրենք զորքեր էին դուրս բերում։ Նիկոլ Փաշինյանը օգտվելով այդ հանգամանքից Ռուսաստանի ռազմավարական թուլությունից պատմական այդ պահին հանձնեց Արցախը Ադրբեջանին եւ այստեղ դուք էլ չեք հիշեք քարոզչությունը ինչ էր ասում, դե ռուսները չէին կարող մեզ օգնել, չէին կարող կամ չէին ուզում, դրա համար մենք էլ ստիպված եղանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը այդ ֆորմատով ապահովել, այսինքն հանձնեցինք Արցախը Ադրբեջանին։ Մտ տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանը կարող է գնալ Թուրքիա եւ քայլերից մեկը լինի այն, որ Թուրքիայում հրապարակայնորեն կամ այլ տարբերակով իր վրա պարտավորություն վերցնի, բայց կրկին ասեմ, այստեղ ամենակարևորը հենց հրապարակային պարտավորությունն է Թուրքիային, Ադրբեջանին Հայաստանի տարածքով կոմունիկացիա տալ։ Կարող են դա չանվանել իհարկե միջանցք, Ալեն Սիմոնյանն էլ է, չէ, երեք ճեպազորույցի ժամանակ ասում, մոռացեք Զանգեզուրի միջանցք ասվածը, մենք ուրեմն դրա 180 աստիճան հակառակը պետք է հասկանանք։ Կարող են դրան միջանցք չանվանեն, անվանեն կոմունիկացիաներ, ճանապարհներ, բայց այստեղ էլ իրենք օգտվելով Իրանի ռազմավարական առումով զբաղվածությունից կարող են նաև Զանգեզուրի միջանցքի հարցը ի նպաստ ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծել։
բայց ոչ թե այն պատճառով, հա, որ իրենք չգիտեմ Թուրքիայի գործակալներ են կամ հայ ժողովրդի դեմ պլանավորված գործողություն է կամ չգիտեմ ծնվել են եւ եկել են իշխանության այդ նպատակով, շատ բարձ քաղաքական հաշվար կա։ Փաշինյանը 21 թվականից հետո իշխանության է մնում, որտեղ կա Թուրքիայի աջակցությունը։ Դուք էլ կհիշեք, չէ՞, որ երբ որ գլխավոր շտաբը հայտարարություն արեց, Թուրքիայի նախագահի մակարդակով մի քանի անգամ հայտարարեցին, որ դա անընդունելի է իրենց համար։ Ի շնորհիվ դրա Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, պահպանեց եւ իշխանությունը եւ ազատությունը։ Հիմա տեսեք գալիս է նոր ընտրական ցիկլ։ Նիկոլ Փաշինյանը պետքա վերահաստատի Թուրքիայի կողմից աջակցությունը իրեն եւ իր քաղաքական թիմին։ Պարզ է, չէ՞ որ Թուրքիան ինչ-որ քաղաքական գին է դրա համար ուզելու։ Այդ գինը կարող է լինել առնվազն Զանգեզուրի միջանցքը, առնվազն։ Ինչու եմ ասում առնվազն, որովհետեւ եթե մենք այստեղ Երևանում հասկանում ենք, որ Փաշինյանի ազատությունը եւ իշխանությունը ինքը դրել է կախվածության Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումներից, իրենք մաքսիմալը փորձելու են ստանալ Հայաստանից։ Դուք էլ այսօր երևի նկատած կլինեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է հարգանքով վերաբերվի այսպես կոչված ադրբեջանցի փախստականների կամ արևմտյան այսպես կոչված ադրբեջանի ներկայացուցիչների պահանջներին, ցանկություններին ճակերտավոր վերադառնալ Հայաստան։ Էսա կատարում, իրենք մաքսիմալը Փաշինյանից ստանալու են։ Եվ ամենավտանգավորը մեր համար այն է, որ Իրանը այս պայդրությամբ զբաղված է այլ խնդիրներով։ Այս պայդրությամբ իսկապես կարող ենք զուտ կանխատեսել, որ Իրանը փորձում է իր ուժերի ներածին չափով դիմադրել եղած խնդիրներին։ Ավելի կարևոր է այստեղ նշել հետևյալը, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում բացահայտ կերպով արդեն խոսույթ է այն մասին, որ Իրանի մի հատվածը դա հինավուրց թուրքական տարածքներ են։ Ամենակարևորը դա է, եւ եթե մեր իրանցի գործընկերները կարողանան դիմադրել, դիմակայել այս իրավիճակին, ես հույս ունեմ, որ իրենք նաեւ ռազմավարական առումով հետեւություններ կանեն։ Անկեղծ լինենք եւ չմոռանանք, ի վերջո Իրանը այն պետություններից մեկն է, որ առաջինն էր Ադրբեջանին շնորհավորել 20 թվականի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Լրատվամիջոցները թուրքական, ադրբեջանական նայեք, լիքն են իրենք, սկսած CNN Թուրքից վերջացած ցանկացած ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցով թիվ 1 խոսույթը իրենց հենց դա է։ Ավելին իսրայելական նաև լրատվամիջոցները Telegram-յան ալիքներ, եթե ուսումնասիրեք, այնտեղ բացահայտ գրվում է, չէ, այն մասին, որ պատմական պահ է, ադրբեջանցիները պետքա պատրաստ լինեն, Իրանի ադրբեջանցիները պետքա պատրաստ լինեն։ Այստեղ ամենակարևորն այն է, որ մեր իրանցի գործընկերները ոչ միայն դիմակայեն այս ամենին, այլև ճիշտ հետևություններ անեն։ Ես մի պատմություն պատմեմ, երբ որ կար խնդիր, որ Հյուսիսային Կորեայի վրա կարող էր հարձակում իրականացվել, այդ թվում նաև ամերիկացիների կողմից։ Իրենք գիտեք ինչ արեցին, ատոմային զենքի փորձարկման իմիտացիա։ Մեծ պայթուն կազմակերպեցին, բայց դա այնքան հետաձգեց հարձակումը Հյուսիսային Կորեայի վրա, որ միջ այս պահ այդ հարձակումը չի եղել, իրենք էլ կարողացել են իրենց ատոմային ծրագիրը միջև տրամաբանական ավարտ հասցնել։ Երբ որ ատոմային զենք չունենալով դու իմիտացիա ես իրականացրել ատոմային պայթունի, Հյուսիսային Կորեային դա մինչ այս պահ հնարավորություն ա տվել պահպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանություն։ Ես հասկանում եմ, որ հայաստանյան ստանդարտների համապատասխան իշխանությունների կողմից պարտադրվող ստանդարտների համապատասխան Հյուսիսային Կորեան հետամնաց ոչ ժողովրդավարական երկիր է եւ այլն եւ այդպես շարունակ, բայց իրենց վրա մինչ այս պահը ոչ ոք հարձակում չի կարողացել իրականացնել։ Սա ուղղակի արձանագրենք։ Ուզում եմ արձանագրեմ հետեւյալը. գոնե հայտարարությունների մակարդակով այն, որ իրենք դատապարտում են Իսրայելին, դա անընդունելի է, նաեւ մակում իրենց դիրքորոշման առումով, առաջատար պետությունները, որոնք սատարել են Իրանին, դա Ռուսաստանի Դաշնությունն է, դա Չինաստանն է, դա Պակիստանն է, արձանագրենք, հա, այս եղելությունը եւ եւս մի հետաքրքիր նրբերանգ արձանագրենք։ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, եթե չեմ սխալվում, 3 վավերացվեց Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամների խորհրդարանի կողմից։ Սա եւս որոշակի առումով ազդակի առայն, թե ով կարող է օգնել Իրանի մեր բարեկամներին։ Իրանում կա ռազմաքաղաքական ղեկավարությունում մի դաս, որի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելը միջուկային ծրագրի վերաբերյալ, չգիտեմ, իդեա ֆիքսի է վերածվել, ինչ-որ մոլուցքի է վերածվել եւ դրանում տեսնում են բոլոր խնդիրները։ Խնդիրների լուծումը համաձայնվեք նման է նրան, թե ինչը կար Հայաստանում, որ այստեղ ռոմանտիզացնում էին Թուրքիան, ասում են, որ դե եկեք Ղարաբաղի հարցը լուծենք, դրա շնորհիվ Թուրքիայի հետ հարաբերություններ կհաստատենք, բայց ոնց Արցախը հանձնելը մեկ քայլանի կոմբինացիա չէր։
դա իրենից ենթադրեց մի շարք զիջումներ եւ այդ զիջումների վերջը մենք հիմա էլ չենք տեսնում, նույնը Իրանին է վերաբերվում։ Խնդիրը այն չէ, որ դու պատրաստ լինես, չգիտեմ, ոչնչացնես քո ատոմային ծրագիրը, արդիականացումը զենքերի զինատեսակների դադարեցնես։ Տեսեք, իրենք ինչ արեցին վերջին 1.5 տարվա ընթացքում։ Խամասը գլխատեցին, ոչնչացրեցին։ Սիրիայում իշխանությունը հանձնեցին թուրքերին եւ Իրանը գլոբալ առումով չդիմադրեց այս ամեն ինչին այնպես ինչպես ինքը կարող էր դիմադրել։ Հեզբոլլահը ամենակարևոր իրանական ակտիվներից մեկը ոչնչացվեց։ Հութիների նկատմամբ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինչ գործողություններ իրականացվեցին։ Իրանի շուրջ այդ անվտանգային գոտին ոչնչացվեց։ Տրամաբանությունը հուշում է, չէ՞, որ ամերիկացիները կարող էին բանակցությունների շրջանակներում նաև այդ հարցերը բարձրացնել, որ դուք ոչ միայն ձեր ծրագրից պետք է հրաժարվեք, այլ նաև այդ անվտանգային գոտուց, բայց դու հրաժարվեցիր այդ անվտանգային գոտուց կամ չպահեցիր իրեն այնպես ինչպես կարող էիր պահել եւ քո վրա հարձակում կատարեցին։